Բարերեկո։ Դերևս այս տարեսկզբին 2015 թվականի հունվարի 10-ին գործողության մեջ մտավ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն նոր օրենսդրությունը, որ բավական կոշտ միջոցներ էր նախատեսում անօրինական անկանոն միգրանտների համար եւ բավական դյուրացնում, հեշտացնում էր կանոնավոր օրինական աշխատանքային միգրանտների աշխատելու մնալու հարցը։ Անցել է շուրջ 8 ամիս, տեսնենք ինչ իրավիճակ է հիմա, սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ։ Բարերեկո։ Բարերեկո։ Հիշում եք մեր նախորդ հանդիպումը 2015 թվական, այս տարի հունվարի 12 կարծեմ կամ 13, այն ժամանակ նոր այդ օրենքը ուժի մեջ էր մտել եւ դուք բացատրում էիք, թե ինչ միջոցներ է նախատեսվում, ինչ պատժամիջոցներ է նախատեսվում անկանոն միգրանտների համար եւ ինչքան է հեշտանում կանոնավոր աշխատանքային միգրանտների հարցը։ Անցել է 8 ամիս, հիմա ինչ է տեղի ունեցել, ինչպես է գնահատում օրենքը իրականության մեջ, գործողության մեջ։ Նախ մի ընդհանուր նկատառում։ Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը օգտագործվում է իրենց ակտիվորեն է օգտագործվում եւ համապարփակ ձևով տարբեր խնդիրների առնչությամբ լուծումներ գտնելու նպատակով։ Եվ մասնավորապես երկու սկզբունքի է քաղաքականությունը ծառայում, սկզբունք 1 պայքար անկանոն միգրացիայի դեմ, հնարավորինս խստացումներ, հնարավորինս բացեր գտնել, որ օգտագործում էին նախկինում, որ դրան դա չլինի, եւ երկրորդը միգրացիայի շնորհիվ փորձել լուծել տարբեր զանազան խնդիրներ, դեմոգրաֆիկ խնդիրներ, աշխատաշուկայում ուրեմն անբավարարվածության խնդիրներ եւ այլն։ Եվ դրանով պայմանավորված հաճախակի փոփոխություններ են մտցվում միգրացիոն օրենսդրության մեջ։ Ինչ վերաբերում է հերթական խստացմանը, որ իրենք գործի դրեցին այս տարվա հունվարից, պետք է ասեմ, որ դա շատ մեծ անդրադարձ չի ունեցել մեր միգրանտների վրա։ Ինչից եմ ես սա դատում։ Այսինքն, եթե ունենք մինչև անկանոն միգրանտների խմբականակ մինչև հունվարի 1-15 թվականի եւ դրանից հետո չի կարելի ասել, որ այս ջրբաժան հունվարի 1-ից դրությունը էապես կտրուկ փոփոխվեց, կամ քանակ ավելացավ, կամ այդ քանակ եթե չավելացավ, նրանց մեջ գտնվող անձանց պատժամիջոցը սահմանափակման երկարության առումով ավելացավ։ Գրեթե նույնն է մնացել։ Մի ուրիշ օրինակ նաեւ անցած տարի օրենք ընդունվեց Ռուսաստանի Դաշնության կողմից, որ հեշտացնում էր դյուրացնում էր քաղաքացիության ձեռքբերումը ԱՊՀ տարածաշրջանի քաղաքացիների համար, ում ծնողները, ում ավագ ներկայացուցիչները, ասենք, ծնվել էին այդ երկրներում, եւ այն ժամանակ էլի շատ մեծ հետաքրքրություն կար, արդյոք դա կբերի արտագաղթի ծավալների մեծացման։ Եվ ես իմ գնահատականը այն էր, մոտեցումս այն էր, սպասենք մի կես տարի, մի տարի կես անցնի, տեսնենք ինչ իրավիճակ է, որովհետեւ մի բան է նաեւ, որ հրճակվում է քաղաքական մակարդակով, օրենքի ուրեմն տեսքով, այլ բանը կիրարկումը։ Որտեղ մեծ երկիր է, մեծ երկրում նաեւ օրենք կիրարկման հետ կապված երբեմն լինում է, ասենք, թե տարբեր մոտեցումներ, ասենց ասեմ, Եվ այսօր որ ասենք թե այդ մի օրենքի կիրարկումներ նայենք, հա, դա որոշ ձևով չի չազդեց, ասենք թե միգրացիոն հոսքերի ծավալների վրա, ինչից եմ ես դատում, արված այդ ազատությունների արդյունքներով, ասենք միգրացիոն հոսքերի ծավալները 13 թվականին եւ 14 թվականին կամ ուղևոր հոսքերի նույնիսկ ծավալների, եթե ազդեր պետք է ուղևորների, ուրեմն մեկնողների աճ լիներ, էլի չի ազդես։ Չէ, ըստ էության չկա, ամենայնպես որպես լրացուցիչ գործոն, որով կարող էր դա ավելանալ, չի նկատում, չի արձանագրել։ Բայց Ռուսաստանը շարունակում է նույն քաղաքականությունը։ Դուք նշեցիք օրենքը, ըստ որի եթե ծնողները ծնվել են ԱՊՀ երկրներում կամ նախին ԽՍՀՄ տարածքում դյուրացվում է քաղաքացիություն ստանալը, վերջերս ես մի տեղեկություն աչքովս ընկավ, որ հեշտացվում է նաև որոշակի թվով մասնագիտությունների տիրապետող մարդկանց քաղաքացիություն ստանալը։ Սա էլ կարծում եք հերթական քայլերից մեկն էր, որ ասում ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն միգրացիոն ոլորտում փորձել օգտագործել պետության արժեվ, հասարակության արժեվ ծառացած խնդիրների դեմոգրաֆիկ աշխատաշուկայում։ Հիմա ձեր նշած օրենքը կամ ավելի ճիշտ ենթահորեզրական ակտը, որով կարգավորվում է այդ հարցը, այն է աշխատանքի նախարարի իրենց հրամանը, որը գրանցվել է արտադրության նախարարության կողմից Ռուսաստանի, առավոտյան 2 օր առաջ է ընդունվել։ Ինչ էր դրա նպատակը։ Ուրեմն աշխատաշուկայում իրավիճակից ելնելով 214 մասնագիտության համար սկզբնական նախնական վիճակով նախատեսում էր, որ այդպիսի ուրեմն արտոնյալ վիճակ ստեղծել, եթե այդ մասնագիտությամբ դու 3 տարի
աշխատում ես Ռուսաստանում, ապա կարող ես յուրացված ուրեմն քաղաքացիություն ձեռք բերել։ Այնուհետև քննարկումների արդյունքով 214 մասնագիտությունների թիվը 211 ներողություն իջեցվեց 74-ի, հա, եւ ելի նույն հնարավորություններով։ Ես էլի պետք է ասեմ, սպասենք, տեսնենք ինչ է սա տալիս, սա նոր է ընդունվել։ Շատերը կփորձեն անշուշտ օգտվել, հա, բայց օրենքի կիրարկման ժամանակ նյուանսներ են ի հայտ գալիս երբեմն, հա, որոնք օրենքը հռչակելուց այդքան տենց ակնհայտ չէին, եւ դրանով պայմանավորված կարող գործընթաց է, որ մտածում էր ծավալներ մեծ կընդունի, այդ ծավալները չունենա։ Բայց ամեն դեպքում էլի սա լավ օրինակ է, որ Ռուսաստանը միգրացիան որպես գործիք օգտագործում է իր խնդիրները լուծելու առումով։ Իսկ խնդիրները, ինձ դուք նաև ասացիք, երկուսն են՝ պայքար անկանոն միգրացիայի դեմ, այսինքն ամեն ինչ օրինական դաշտում կատարվի, եւ երկրորդը, եթե ունի դեմոգրաֆիկ խնդիրներ, աշխատաշուկայում խնդիրներ, փորձել դա օրինական միգրացիայի ճանապարհով երկիրը իր խնդիրները լուծում է, հասկանալի է։ Դա դարբեր երկրների կողմից էլ է այս բանը օգտագործվում։ Հասկանալի է, բոլոր երկրներն էլ կուզենան այդ ճանապարհով սեփական խնդիրները լուծել, ի՞նչ։ Հիմա նայեք, ասենք green card կամ ներգաղթի ուղղվածություն ունեցող երկրներ, കാരണം ներգաղթի ժամանակ կարող են սելեկցիա, ընտրողական վերաբերմունք ցուցաբերել, ընտրում են տեխնացուներից նրանց, ովքեր իրենց երկրին եւ հասարակությանը ավելի շատ ուրեմն արդյունք կտան, հա, որոնք ավելի ուրեմն հեշտ ինտեգրվեն եւ ավելի քիչ կախված կլինեն սոցիալական տարբեր օգնություններից։ Հասկանալի է։ Իսկ անկանոն միգրանտների պարագայում ընդհանրապես հիմա Ռուսաստանում այդ 90-80 բանաձևը շարունակում է գործել։ Այո։ Ուրեմն նորից հիշեցնենք, դա նախ արդեն անցած տարվա հունվարի 1-ից մտավ այդ օրենքը, որ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, տվյալ դեպքում նաև Հայաստանի քաղաքացիները կարող են ուրեմն 180 օրվա ընթացքում առավելագույնը Ռուսաստանում գտնվել 90 օր։ Կարող են դա մի կտորով գտնվել, միանգամից ուրեմն 3 ամիս, կարող են տասնյակ անգամների հանրագումարով 90։ Երբ որ 90 օրը լրացավ, պետք է ուրեմն առնվազն 90 օր գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս, որից հետո էլի նորից նույն ռեժիմը գործում է։ Այո, դա ուրեմն կա։ Իհարկե մենք նաև փորձում ենք բանակցել մեր գործընկերների հետ այդ 90 օրը մեծացնելու հետ կապված։ Այսպես տեղեկություններ կարծես շրջանառվում են ոչ պաշտոնական։ Լսել եմ 90 օրը 150 թե 180 օր դարձնելու, հա, այդ կարգի տեղեկություններ են շրջանառվում։ Իրականության մեջ կա նման բան։ Գիտեք ոնց է, սա չէի ասի թե արդեն հստակ ձևակերպված ուրեմն միջկառավարական բանակցությունների օրակարգի հարցը այդպես չի, բայց ուղղակի էքսպերտային մակարդակով քննարկումներ եւ ավելի շուտ Պայմանավորված Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիների համար նույն ռեժիմը կիրառելու ուրեմն անհրաժեշտություն ասեմ կամ պարագայի հանգամանքի հետ, որովհետև այստեղ որոշ տարբերություններ կա՝ Բելարուս, Ռուսաստան, հա, Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ռուսաստան, նույն մոտեցումը որպեսզի կիրառվի։ Մասնավորապես դրա մասին խոսք գնաց մարտի 8-ին Աստանայում ուրեմն կայացավ Եվրասիական տնտեսական միության կազմում գործող միգրացիոն հարցերով կոնսուլտատիվ կոմիտեի հերթական նիստ, բոլոր երկրները իրենց համապատասխան պաշտոնյաներով ներկայացված են եւ հարցի նկատմամբ այդտեղ փորձագիտական, մասնագիտական քննարկումներ գնաց։ Կարևոր է, որ քննարկումները կա, միգուցե դա կբերի բաղձալի իր նպատակին, այսինքն հետո քաղաքական մակարդակով կընդունվի որոշում։ Բայց հիմա ընդհանրապես փորձագիտական հասկանալի է։ Այս համատեքստում, այս միգրացիոն հոսքերի գիտեմ, որ մարդկանց շատ հուզում է Ռուսաստանի կողմից կազմված այսպես կոչված ծև ցուցակները եւ այդ ցուցակներում հայ քաղաքացիների հայտնվելը։ Հիմա մեծ թիվ է Հայաստանից մարդիկ, ովքեր այդ ծև ցուցակներում են։ Եվ այո, մեծ է եւ ոչ մեծ։ Այո, մեծ Հայաստանի համար է մեծ, այսինքն Հայաստանի բնակչության թվաքանակի որոշակի մաս, ես մտվեր կհնչեցնեմ, ոչ մեծ, եթե համեմատում ենք այլ երկրներին նմանօրինակ վիճակում գտնվող ուրեմն անձանց թվաքանակի հետ, ոչ թե բացարձակ, այլ տոկոսային։ Բարձր որ բացարձակ ավելի փոքր պետք է լինի, բայց տոկոսային, եթե ասենք թե մեր բնակչության 1%-ի վրա է դա ազդում, հա, կամ 1% է կազմում, միջին ասիական երկրների պարագայում տոկոս ասում է 5-6 եւ ավելին, հա։ Հիմա հարցը շատ սուր է, շատ կարեւոր է։ Հարցը ներառված է նաեւ, կարելի է ասել, կառավարությունների մակարդակով քննարկումների օրակարգում, հա։ Մեր նախարարությունը, մեր նախարարն էլ անմիջապես այդ հարցով
իր հետաքրությունը եւ իր ուրեմն վերահսկողությունը սահմանել է մեր կողմից իրականացվող գործառույթների վրա։ Ուրեմն նայեք, երկու կատեգորիա է կարելի մարդկանց բաժանել, ովքեր այդ ձեր ասած ծև ցուցակներում են։ Կատեգորիա առաջի այն անձինք, ովքեր ունեցեն խախտումներ, խախտումները երկու տեսակ կա։ Մեկը միգրացիոն օրենսդրության պահանջների խախտում, ասենք 30 օրվա հաշվառման փոխարեն 31-րդ օրն է հաշվառվել։ 90-րդ օրը դուրս գալու փոխարեն 92-րդ օրն է դուրս եկել, հա։ Միգրացիոն ուրեմն կանոնների խախտում, մյուսն էլ վարչական իրավախախտումներով նախատեսված խախտումները։ Օրինակ, ասենք ավտովարորդը կարմիր լույսի տակով երթևեկել է եւ դա արձանագրվել է։ Կապ չունի վճարել է տուգանքը թե չէ։ Ընդ որում Մոսկվայում, Սանտ Պետերբուրգում, եթե օտարերկրացին մի հատ այդպիսի խախտում է թույլ տալիս, այլ վայրերում երկու հատ, դա հիմք է, որ նրա վրա արգելք դրվի հետագայում Ռուսաստան մտնելու կապակցությամբ։ Այո, շատ խիստ է։ Եթե մարդը լավ կարմիր լույսի տակով անցել է, բայց վճարել է։ Վճարելը կապ չունի, ասում է, եթե խախտումը կա, ուրեմն վարչական իրավախախտումներով մեկ անգամ Մոսկվա, Սանտ Պետերբուրգ, երկու անգամ ուրեմն այլ տարածքներում, ուրեմն դա հիմք է, որպեսզի արգելվի նրա հետագա մուտքը։ Եվ գիտեք, չէ, վարչական իրավախախտումներով միայն երթևեկելը չէ, ասենք պարկինգ մեքենան, ավտոկայանատեղ կամ մեկ է բարձր խոսես եւ թաղային եկավ արձանագրեց կամ ասենք թե մեկը ունի մի փոքրիկ տաղավար, փոքրիկ գործունեություն է ծավալում, հրդեհային անվտանգություն եկել է, ասենք թե դրա հետ կապված ակտ է գրել, որը շատ կարևոր է։ Բոլորը հիմքեր են, բայց իրանց երկրի օրենսդրությունն է։ Մի խոսքով, դրա պատճառով ուրեմն եւ միգրացիոն եւ վարչական մարդիկ հայտնվում են ուրեմն այդ ցուցակներում։ Եվ եթե երբ են հայտնում, երբ որ դուրս են գալիս երկրից դուրս, անձը պետք է սահման հատի դուրս գա Ռուսաստանից, արդեն համակարգը ֆիքսում է, որ այս անձը, որը խախտում ուներ, արդեն դրսում է գտնվում եւ արգելանքը, որ սկսում է դրա վրա աշխատել։ Արգելանքն էլ գիտեք, մինչեւ 10 տարի կարող է հասնել։ Սա առաջի խումբն է։ Նրանց թիվը ըստ ռուսական աղբյուրների, որովհետեւ մենք հնարավորություն չունենք մտնել այդ բազաների մեջ, հա, կոնֆիդենցիալությամբ, գաղտնապահությամբ պայմանավորված 32-33 հազար է, սա առաջի թիվ, հիմնականում Հայաստանում են գտնվում բնականին։ Եվ երկրորդ խումբը, ովքեր ուրեմն այդ խախտումներն ունեն, արձանագրված է, բայց դուրս չեն եկել Ռուսաստանից, դրանց վրա դեռ չի կիրառվել, դրանք ռիսկի խումբ են կոչվում։ Այստեղ թիվն անհամեմատ ավելի մեծ է, 173 հազար։ Հարցի սրությունից կարևորությունով պայմանավորված, դուք տեղյակ եք, հունիսի 26-ին տեղի ունեցավ Երևանում միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի հերթական նիստը մեր վարչապետի եւ իրենց տրանսպորտի նախարարի ղեկավարությամբ։ Այդ հանձնաժողովի արձանագրության մեջ երկու կետ կա հանձնարարություն այդ հարցերի կապակցությամբ, որ մշտապես ուրեմն ուշադրության կենտրոնում պահվի այդ հարցը եւ ավելին մտածել ավելի ուրեմն բարենպաստ պայմաններ, ավելի լիբերալ պայմաններ մեր քաղաքացիների համար։ Եվ դա հանձնարարված է այդ քննությունը, որպեսզի դա կատարեն, մենք ունենք միգրացիայի ոլորտում հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ, որը որպես կանոն տարին մեկ անգամ կամ Հայաստանում կամ Ռուսաստանում հանդիպում ենք եւ նախապես կազմված օրակարգով քննարկումներ է ամենատարբեր հարցերի շուրջ։ Հիմա մեր առաջիկա հենց հանձնաժողովի նիստը, որը կայանալու է սեպտեմբեր 26-ին Մոսկվայում, ներառված են այդ երկու կարևոր հարցերը, հա, որ մեր նպատակն է մենք ունենք այսօր որոշակի ուրեմն դինամիկ դրական փոփոխություններ արգելանքը հանելու գործընթացի մեջ, որ այդ դինամիկ փոփոխությունները ոչ միայն պահպանվի այդ դրական, այլ փորձենք ավելին լայնենք, ավելի շատ կատեգորիայի մարդկանց ներառեն։ Հասկանալի է, այսինքն նախ պետք է մտածել այն միջոցների մասին, որոնք հնարավորություն կտան ավելի ուշ հայտնվել, դժվար հայտնվել այդ ծև ցուցակներին, ինչի մասին դուք խոսում եք։ Հիմա այն մարդկանց մասին խոսենք, ովքեր որ արդեն հայտնվել են այդ ծև ցուցակներում, հա։ Ասում է, այսպես բանն է, որ Հայաստանի համար մշակված է արգելանքի որոշումը հանելու ինչ որ մեխանիզմ։ Ինչ է իրենից ենթադրում, ինչ է իրենից ներկայացնում այդ մեխանիզմը։ Իդեպ ասեմ, այդ մեխանիզմը, որի մասին պետք է խոսեմ, չկա այլ երկրների պարագայում, որ պատկերացնենք, այսինքն Տաջիկստանի, Ուզբեկստանի, այսինքն որոշումը կայացվեց, վերջացավ, 10 տարի արգելափակվեցին, վերջացավ։ Անձը ինչպես է ինքը փորձում, ամենայնպես իշխանության մարմինների միջև այդ հարցում համագործակցություն չկա, եւ կա միայն Հայաստանի պարագայում, եւ ինչ է ուրեմն այդ մեխանիզմը իրենց ներկայացնում։ Սա վերաբերում է նրանց, ովքեր որ Ռուսաստանից դուրս են եկել այդ։ Հիմա Հայաստանում 34,000, բայց արգելանքի տակ են եւ չեն կարող մեկնել։ Ուրեմն մշակված է ուրեմն դիմումի օրինակելի ձև,
անձը, ով ունի այդ խնդիրը, լրացնում է այդ օրինակելի դիմումը իր կողմից ուղղված Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տնօրենին, պարոն Ռոմադանովսկին։ Դիմումից որտեղից է վերցնում։ Մեր մոտից։ Ձեր մոտից։ Մենք ընդհանուր Այսինքն Հայաստանի ցանկացած քաղաքից, ցանկացած բնակավայրից մարդը պիտի գա ձեր մոտից այդ դիմումը ստանա։ Մարզերում դյուրացնելու համար նաև մարզպետարան պետք է դիմի, անձը պարտադիր չի գա Երևան։ Մարզպետարանում ձեր Այո, ներկայացուցիչները կան։ քանի որ մենք տարածքային եւ արտաքին իրավիճակների նախարարություն ենք, նաև մարզային ուրեմն կառույցներին ենք ներգրավել, ուսուցում ենք անցկացրել եւ մարզպետներն իրենց ստորագրությամբ ուղարկում են հավաքված դիմումները մեզ, Հասկացա։ կից Մարդը վերցրեց դիմումի ձևը, լրացրեց, ուղարկեց ձեզ։ կամ եկավ մեր մոտ։ Մեր մոտ էլ ուրեմն հատուկ ես ծառայություն եմ ստեղծել, հատուկ աշխատողներ եմ տրամադրել, որոնք բացատրում են այս գործընթացը, իսկ մեր քաղաքացիների մեծ մասը, եթե հարցնեք, կասի խախտում չեմ արել, հա։ Մենք իհարկե չենք էլ դա ընդունում որպես ասենք թե իր դեպքը բարդացնող կամ կարող ակամայից նույնիսկ խախտում կատարած լինի։ Դա չի կարևոր, կարևորը օրենքը արդեն հայտնվել է այնտեղ։ Պարզ է, որ մի փոքր խախտում էլ եղել է եւ իրեն բացատրվում է այդ ամեն ինչը, բացատրելուց հետո եթե ինքը ունի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ նախկինում նա Ռուսաստանում եղել է որպես օրինապահ քաղաքացի, թույլատվություններ է ունեցել, կամ ընտանիքի մի անդամն է այնտեղ մնացել, բայց օրինական գտնվող, կամ կրթության, առողջապահության այդ հումանիտար խնդիրներ կա, այդ բոլորը դիմումի կցում է ինքը, մարզում մարզպետարան մեզ մոտ թողում է հենց մեր գրասենյակում, որից հետո շաբաթը մեկ պարբերականությամբ միջին հաշվով ես իմի եմ բերում, իմ աշխատողները իմի են բերում այդ դիմումները 100-150 մինչև 200 հավաքվում է 1500-2000 էջկիս փաստաթղթերով 8-10 կիլոգրամանոց այս մեծ տրցակ է, հա։ Եվ կից նամակով ես դիմում եմ իմ գործընկերոջը, Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալին, խնդրելով ներողամիտ վերաբերմունք ցուցաբերել, ուրեմն ցուցակում ներառված անձանց իրենց կից գործերով եւ ուղարկում եմ այնտեղ։ Ստանալուց հետո ռուսական կողմը բացում են յուրաքանչյուր այդ ցուցակում նշված անձի գործը, պատմություն է, ինչպիսի խախտումներ կա, եւ ելնելով ուրեմն տարբեր հանգամանքներից, հա, որոշում են կայացնում կամ արգելանքը հանել, կամ թողնել ուժի մեջ։ Հիմա դինամիկ փոփոխություններ, որ ասեցի, այս գործընթացը երբ որ սկսվում էր, մեր 5 դիմումից մեկն էր միջին հաշվով դրական պատասխան ստանում, 22%-ներ, 4.5 Այսօր այդ ցուցանիշը հասել է 62-63%-ի։ Ես դրա համար օրինակ մեծ բավարարվածության զգացում ունեմ, որ մենք կարողանում ենք մեր քաղաքացիների համար խիստ պահանջարկված ծառայություն մատուցել, որ որոշների համար ճակատագրական բառը չեն վախենում, արժեք ունեցող է, եւ խոսքը վերաբերում է այլ երկրի տարածքում, հա։ Ուրեմն մինչեւ այսօր մեզ դիմել են 10020 քաղաքացի, 10000-ի ուրեմն շեմը մենք անցանք արդեն 10020 գործերից պատկերացնում եք յուրաքանչյուր գործի տակ անց բացատրել, թղթեր հավաքել եւ այլն աշխատատարության այդքան Այսինքն մոտավորապես 30 քանի տոկոսը դիմել է, հա, այդ ցուցակներում։ Այո, ակնկալել որ բոլորը կդիմեն չէ 33000 են այդ մարդիկ, ովքեր որ արդեն Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան եւ գտնվում են այդ ցուցակներում, նրանցից 10000-ը դիմել են։ Այդ 10020-ից մենք ես ասում եմ օգոստոսի 1-ի դրությամբ ամեն օր թիվը փոխվում է, բայց օգոստոսի 1-ին բան ենք արել, ամփոփել ենք եւ գալուց առաջ վերցրեց թվերը 9385 գործ արդեն ուղարկել ենք Ռուսաստան 9385 գործից 7000-ի գրեթե 7000-ի վերաբերյալ ստացվել է պատասխան։ Մնացածը դեռ քննարկման փուլում է այնտեղ 7000 ուրեմն այդ պատասխաններից 2986-ը, ասենք 3000 դրական է։ Հիմա 3000-ը գրեթե վստահ անցել է, որովհետև վերջի 2 օրվա ընթացքում էլի լրացուցիչ պատասխաններ ստացանք էլի եւ միշտ այդ 60-62-63% ցուցանիշը պահպանվում է։ Սա ի շնորհիվ որ բարձրացել է այսքան հետևողական եւ ծրագրված աշխատանքի, որովհետեւ անընդհատ այս հարցով քննարկումներ կա, խնդրանքներ կա, հորդորներ կա, տարբեր խողովակներով մեր աշխատողները իրենց մակարդակով, մենք մեր մակարդակով, մեր ղեկավարությունն էլ իրեն մակարդակով, հա, եւ հասել ենք այս ցուցանիշին, որը չկա նորից կրկնեմ այլ երկրների պարագայում։ Ոչ մեխանիզմը չկա։ Հա, եւ սա գիտեք, չէ՞, ինչ նաեւ աշխատատեր process-ը հենց մեր ծառայության վրա, բայց մենք դասի անտրտուջ ենք կատարում, որովհետեւ անհրաժեշտ գործ է, եթե ոչ մենք, ապա ով ուրիշ այլ պետականորեն պիտի։ Դե հասկանալի է, հատկապես ասենք այս մարդկանց համար այս արգելանքի մեջ չգտնվելը չափազանց կարևոր նշանակություն ունի, որովհետեւ կոնկրետ այդ մարդիկ գնում են հաց վաստակելու։
այստեղ չեն կարողանում վաստակել, գնում են վաստակելու եւ եթե իր հնարավորությունը չեն ունենում, զրկվում են հացից։ Եվ ձեր մատուցած ծառայության գինը հասկանալի է, նաեւ գիտեմ, որ ասենք միջպետական հարաբերություններ մարդկային գործոնը, շփումները որոշակի դրական կամ բացական ազդեցություն ունենում են։ Ես այս պարագայում հասկանում եմ, որ դրական ազդեցություն ունենում, բայց արդյոք սա խնդրի լուծում է ընդհանրապես, թե ավելի գլոբալ առումով խնդրի լուծումը այն կլինի, որ այդ միջպետական մակարդակով քննարկումների ժամանակ հասնել այնպիսի արդյունքի, որ այդ փոքր վարչական խախտումը արգելանքի հիմք չդառնա, այսինքն կարմիր լույսի տակով անցել է, վճարել է, բայց դա հիմք է, որպեսզի արգելանքի տակ հայտնվի։ Մենք խոսեցինք նախ դուրս եկածների, այն 173,000-ը, որոնք ներսում են։ Դա նորից ձեր հետագա աշխատանքն է։ Հիմա սեպտեմբերի 26-ին մենք որ գնալու ենք, դա մեր օրակարգում ներառված է։ Այդ 173 եւ այդ 173,000-ը մեր առաջարկը նա է, որ դասակարգվի փոքրիկ անմեղ, եթե կարելի է այդ բառը օգտագործել, խախտումներ եւ թերևս ավելի լուրջ խախտումներ։ Եվ որ անմեղի փոքրիկի պարագայում առաջարկվի, ասենք թե տուգանքների վճարման մեխանիզմը։ Սա մեր մոտեցումն է եւ ընդ որում մենք կարողացել ենք իրանց օրենսդրությունը ծանոթանալով, լավ ուսումնասիրելով գտնել հատկապես որ հոդվածների պարագայում այս մոտեցումը կարծես թե արդարացված է, այսինքն պատրաստված զինանոցով են գնում իրանց այդ քննարկման։ Բայց մյուս կողմից նաեւ պետքա տեղյակ լինեք, որ ռուսական քաղաքական ղեկավարությունը ընդհանուր առմամբ այս հարցին տենց այդքան տենց դյուրությամբ չի մտածում, որ պետքա տենց ամնիստիա համաներում ընդհանրապես երկու շաբաթ առաջ երևի դուք էլ համացանցում երևի կարդացած կլինեք կամ դիտած կլինեք Ռամադանովսկու բանը մեկնաբանությունը ամնիստիայի, որ Ռուսաստանում կարիք չկա ամնիստիայի, որովհետև ամնիստիան դա որպես անլեգալ միգրացիայի պայքարի առումով թույլատնում է ուրեմն մարդիկ ավելի ակնկալված են, որ մի քանի տարի թեկուզ անլեգալ մնա, մեկ այլ ամնիստիա կլինի։ Ընդհանրապես ամնիստիան քիչ երկրների դեպքում է կիրառվում։ Միջազգային պրակտիկայում, օրինակ եվրոպական երկրներից կիրառում են Իսպանիան էր կիրառում, Հունաստանն է կիրառել, բայց կիրառման դեպքում էլ միշտ խիստ քննադատության թիրախ էին դառնում այդ երկրները։ Ամնիստիա կիրառելով այդ օտարերկրացին դառնում էր միասնական եվրոպական ուրեմն աշխատաշուկայից օգտվող։ Այսինքն նա իր ծանրաբեռնվածություն էր առաջացնում ֆրանսիական աշխատաշուկայի կամ իտալականի վրա։ Եվ նաև շատերը ասում են մի կերպ հասնենք այդ երկիրը եւ հետագայում բան կլինի։ Դրա համար, այսինքն այս ֆոնի մեջ, երբ որ Ռուսաստանում ընդհանրապես մոտեցումը բացասական է ամնիստիայի, փորձել հատուկ հայերի, հայաստանցիների, Հայաստանի համար որոշակի դյուրություններ ստանալ, այդքան էլ հեշտ չի, բայց ոնց որ թե ամենայն դեպս մինչև հիմա այն թվերը դες ներկայացրեցի, ոնց որ փառք Աստծո այդ հնարավորությունը տվել է։ Հիմա մենք երբ որ գնանք այնտեղ սկսենք նաև բանակցային գործընթաց այդ 173,000-ի, երբ որ ասում եմ մենք նաև հստակ նայել ենք, որ այսինքն խոսքը ոչ թե ամնիստիայի մասին պիտի լինի, այլ կարգավորելու, հա։ Տեսնենք մի խոսքով, ամենայն դեպս այս բանի ովքեր դուրս են գտնվել, դրա մեխանիզմը կա։ Հիմա ներսում գտնվողների համար մենք ինչ ենք ասում, ասում ենք նայեք հարգելի գործընկերներ, այդ գործընկերներին։ Դուք պայքարում եք անկախ միգրացիայի դեմ, միանգամայն հասկանալի է, բայց նայեք, ձեր քաղաքականությունը արդյունք չի տալիս։ Ինչի, որովհետև այդ անձը, որ արդեն գիտի, որ խախտում է կատարել, նա միևնույն է Ռուսաստանից դուրս չի գալիս, վախենալով, մտահոգվելով, որ կարող է մինչև կյանքի վերջը 10 տարին քիչ աշխատանքային ամբողջ իր կենսագրության վերջը չկարողանա ներս մտնել։ Եվ նա ավելի է կարծես թե թաքնվում, ավելի է խորացնում իր անկանոն վիճակը, կարծես թե պատանդ է դառնում այդ անկանոն միգրանտի կարգավիճակին։ Եվ նա որևէ մի փոքրիկ, ասենք թե բան է լսում, իմանում, ավելի մտածում է սրան ինչ տա, նրան ինչ անի, որ այնքան որ չհայտնաբերվի։ Ինչ եղավ, անկանոն միգրանտը մնաց այնտեղ, ավելի թաքնված վիճակում, եւ այդ վիճակից քրեական հանցագործություն կատարել ընդհանրապես մեկ քայլ է։ Արդյունք չտվեց, դա եմ ասում։ Վերեք ուրեմն փորձենք ինչ-որ մի այլ տարբերակներով բանել։ Ոնց որ թե անկալում կա, ամենայն դեպս, երբ որ այստեղ էր ազգային ժողովի հրավերով Նարիշկինը եւ կլոր սեղան կար մեծ քննարկում էր ազգային ժողովի իրանց ազգային պատգամավորների միջև, այս թեզը հնչեցվեց իրանց այդ հանդիպման ժամանակ
Շատ լավ, պարոն Էգան, իսկ օրինական աշխատանքային միգրացիայի հետ կապված ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, ինչպես այն ժամանակ խոսում էինք, այստեղից գնացած օրինական աշխատանքային միգրանտը նույն իրավունքներով, նույն հնարավորություններով աշխատում է, ինչպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացին։ Դա այդպես է։ Այսինքն Եվրասիական տնտեսական միությունը մի կարևորագույն խնդիր լուծեց։ Մեր քաղաքացին աշխատանք գտնելու առումով հավասար է Ռուսաստանի օրինակը տամ, Ռուսաստանի քաղաքացուն։ Առաջ այդպես չէր։ Առաջ, որպեսզի Ռուսաստանում աշխատեր ինքը, պետք է թույլատվություն ստանար։ Թույլատվության համար լիքը ընթացակարգեր, պետական տուրքեր, հիմա այդպես չէ, թե գործատուն Ռուսաստանի բիզնեսմենը գտնում է, որ իրան ավելի օգտակար է հայ քաղաքացին, ինքը պայմանագիր է կնքում եւ աշխատում է։ Վերջ, եւ այդ պայմանագրի սահմանափակում չկա։ Վերջ, եւ գործողության ընթացքում այդ պայմանագրի ինքը համել իր ընտանիքի անդամը օրինական է գտնվում Ռուսաստանում։ Դա վերաբերում է նաև, ասենք, մարզիկներին, ֆուտբոլիստներին։ Ասենք, մեկի գործը պատշարելն է, մյուսինը երակցել է, մյուսինը չգիտեմ ինչ անել է, պայմանագիր ունի, աշխատում է։ Ֆուտբոլիստը աշխատում է, նույն իրավունքները, հնարավորություններն ունեն։ Ես նկատի ունեմ այնտեղ այդ լեգիոներների համար նախատեսված սահմանափակումները, բայց եթե օրենքը բոլորի համար է, պիտի որ լինի, չէ՞։ Հետաքրքիր հարց եք բարձրացնում։ Անկեղծ ասած չէի մտածել այդ հարցի ուղղությամբ։ Առաջի հայացքից տպավորությունս այնպեսին է, որ այո, պետք է տարածի, որովհետև այնտեղ պայմանագիրը ասում է աշխատանքներ եւ ծառայություններ։ Հիմա աշխատանք կամ ծառայություն պայմանագրով մարդը աշխատում է, բայց ասենք այդ պարագայում լեգիոներների համար որոշակի սահմանափակումներ կան, չէ՞, տեղացի եւ լեգիոներ քանի տոկոս պիտի լինի կամ ասենք ազգային հավաքականում խաղալու ժամանակ ինչ որ հարցեր են առաջ գալիս եւ այլն։ Տրամաբանությունը հիշում է, որ պետք է այո, բայց ես անպայման այդ հարցը այս առաջիկա մեր աշխատանքային խմբի, որ սեպտեմբերի 25-ին պետք է տեղի ունենա Մոսկվայում, այդ ժամանակ իմ գործընկերների առաջ կբարձրացնեմ, եւ անպայման կտեղեկացնեմ ձեզ մինչեւ սեպտեմբերի վերջը, ինչ է դրանց իրենց նկատմամբ ուրեմն քաղաքականություն եւ կարող են օգտվել Եվրասիական տնտեսական միության այդ պայմանագրի այդ կետերից։ Շատ լավ, մեր ժամանակն արդեն սպառվել է, եւս մեկ հարց եւ ավարտենք։ Հիմա միգրացիոն հոսքերի ինչ դինամիկա ունենք, գնացածների եւ եկողների, ինչպիսի միգրացիոն չասեմ, ուղևորահոսքերը ամեն ամիս մենք դա ֆիքսում ենք։ Ուրեմն առաջիկի սամյակի տվյալներն ասեմ, առաջիկի սամյակի տվյալները։ Այս տարի առաջիկի սամյակում անցած տարվա առաջիկի սամյակում արձանագրված բացասական ուղևորահոսքի համեմատ նվազում է գրանցվել շուրջ 99,000-ով 11.5%-ով։ Եթե անցած տարի ուրեմն եղել է բացասական սալդոն 85,000, այս տարի 75,000։ Բայց իհարկե չեմ ուզում դրանց հետևությունները արի, որովհետև 1 ամիսը, 3 ամիսը, կես տարին շատ քիչ է, որ օրինաչափություններ գտնես, բացատրություններ գտնես։ Հուլիս ամսին բացասական միգրացիան ավելի է կրճատվելու, որովհետև հուլիս ամսին միայն այս համահայկական խաղերի առնչությամբ այնքան հազարավոր մարզիկներ եկան, հա։ Դրա համար, այսինքն կարող է մի առանձին երևույթն էլ այդ բաների նկատմամբ ուրեմն փոփոխություններ մտցնի։ Եվ նաև կրճատվել էր ընդհանուր ուղևորահոսքերի քանակը մեծությունը, որը դրական չի կարելի ասել, որովհետև միշտ յուրաքանչյուր ամիս այս վերջի տարիներին նկատվում էր, ասենք 4, 5, 7 անգամ եղել է ամիսներ 10-12%-ով, որ ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ամսվա համեմատ աճել է, բայց այս տարի 1%-ով նվազել է հունվար, հունիս ամսաթվերը։ Տեսնենք ամեն դեպքում այս ցուցանիշները վերլուծության համար լավ է, եթե տարվա կտրվածքով անես, ավելի այսպես հիմնավոր ու արժեքավոր կլինեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ։ Լավ մնացեք։